Այն ինչ կատարվեց ամսի 7-ին եւ դրանից հետո երեկոյան, գիշերը եւ այլն, նորից պիտի ասեմ, սա չի խոսում ժողովրդավարության մասին, սա չի խոսում արդարության մասին եւ դրանից հետո սկսվեցին նաեւ հենց օրինակի համար իշխող ուժի հայտարարելը թե իրենք են հաղթել, երբ որ ընդամենը կարծեմ 20% էր հայտնի. Դա էլ հայտնի չէր ճիշտ, որովհետև իրականում շատ ընդրախախտումներ են եղել եւ այդ 20%-ի մեջ էլ ոչ ճշգրիտ տվյալներ կային, սակայն չգիտես ինչու որոշեցին, որ պիտի հայտարարեն, որ իրենք հաղթել են։ Ես կարծում եմ, որ լավ ցուցանիշ չէ, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, տեսանք եւ նաեւ մեզ սազական չէ այն մթնոլորտը, այն ինչ որ տիրում է ատելության, հայոյանքների փոխադարձ եւ այլն, ոչ միայն մասնակցող ուժերի, այլ իրենցից ելնելով նաեւ, այսինքն այն ինչ որ թելադրվել է քիչ առաջ որ ասացի, հիմնականում իշխանությունը ներկայացնող ուժից թելադրվեց այդ օրակարգը եւ սկսեցին նաեւ մարդիկ իրար հանդեպ ոչ ճիշտ, ոչ վայել վերաբերմունք ցուցաբերեն։ Դուք եւս մասնակցել եք ընտրությանը, եղել եք ընտրատեղամասում, այնտեղ որևէ կեղծիք խախտում նկատել եք թե ոչ։ Որտեղ ես եմ եղել, ոչ մի բան արդարացման չեմ տեսել բնականաբար, բայց մենք գիտենք տվյալներ կան շատ այսօր կամաց բացահայտվում է շատ բաներ, նույնիսկ այսինքն այն որ ընտրության այդ ընթացքը շարունակվել է ժամը 8-ից հետո զինվորների մասնակցությունը եւ այլն մասսայական մի խոսքով ես կարծում եմ որ իմ գնահատականն է որ ոչ արդար, ոչ ժողովրդավար, ոչ էլ տապանցիկ բնականաբար հիմա կամաց ինչպես ասացի լիքը հարցեր ի հայտ են գալիս տեղեկություններ եւ երանի մեզ որ մենք կարողանանք իրականացնել ընտրություն ազատ արդար եւ սիրո միջավայրում։ Ըստ ձեզ ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները։ Ես կարծում եմ հիմա շատ են խոսում այս ամեն ինչի մասին, ես կարծում եմ որ վաղ է հիմա չարժե խոսել այդ ամեն ինչի մասին, որովհետև շատ հարցեր կան հիմա, նախ վերահաշվարկումներ կան, լիքը բաներ բացահայտվում ընդհանուր առմամբ, այսինքն քվեների գողություններ են եղել եւ այլն շատ հարցեր են եղել, դրա համար ես քաղաքագետ չեմ, բայց իմ պատկերացմամբ տրամաբանություն է, որ պետք է սպասենք դրա մասին խոսելը դեռ շուտ է։